Բարև ձեզ, սկսում ենք մեր իմնեմնիմի պոդքասթի առաջին թողարկումը, իմնեմնիմի, այո։ Նշանակել են հենց դա, որ չեն ընտրել։ Նշանակել են որն է, այսինքն տես, ոնց էր, էլի, լեգենդը սենց էր Նարեկ։ Մի խոսքով, գիտես, նախանձելի չէ իրավիճակը։ Ծանրային վիճակը։ Տոնական համազգեստով ենք հատուկ համազգեստով, որը որ խորհրդանշում է եւ ոչ միայն համազգեստը, նաեւ տեսնում եք մեր տաղավարում է տեղադրված հայկական մանգալ, համապատասխան բանջարեղեններով, համապատասխան խորովածի թադարուքը, այսպես ասած, պատրաստի վիճակում, քանի որ այսօր ապրիլի վերջին շաբաթ օրն է եւ այսօր մենք բոլորով տոնում ենք 2018 թվականից սկսած տոնում ենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների օրը։ Չէ ուզում, որ հետագան ինչ-որ ավելորդ իմաստով, այսինքն քեզ կանչել էին այնտեղ, որ քեզանից քրեական ինչ-որ մի գործ ստանային, որը սարքեին, հետո քեզ էլ նույն ձևի բանով ճանապարհով հասկացես։ Մեզ միշտ մեղադրում են ուշ եթեր մտնելու մեջ։ Այսօր համարյա ճիշտ մտել ենք։ Համարյա որ տենց գիծը գծին մտել ենք 7 րոպե ենք ուշացել կամ 5 րոպե կամ 6։ Ուզեցանք, որպեսզի դուք մի 10-15 րոպե լռության մեջ գնահատեք մեր նոր կադրի գեղեցկությունը, գույների հագեցվածությունը ու նաև ունենաք հնարավորություն տեսնել, թե ինչ թազա տեսախցիկներ ունենք, ինչ նոր պլաններ ունենք, օրինակ հիմա կարող եմ անել այսպես եւ հայտնվեմ այնտեղ։ Ես եւս շնորհակալություն հայտնեմ մեր Patreon-ներից, մարդիկ, որոնք որ ինչ որ բան իրենցից զիջում են, հա, ինչ որ չափի գումար իրենցից զիջում են եւ ամեն ամիս մեզ տալիս են հնարավորություն վստահ լինելու, որ մեր արածը ունի իմաստ եւ մենք պետք է անընդհատ բարելավենք։ Մենք ուզում ենք ավանդապես շնորհակալություն հայտնել մեր բոլոր Patreon-ներին, այն մարդկանց, ում ֆինանսական աջակցության շնորհիվ մենք կարողացանք ստանալ էլ ավելի հագեցած տաղավար, կարողացանք մի քանի կադրեր, տենց ռակուրսներ, լույսեր, իսկ մեր նոր մասնակիցների մասով նախ ուզում էինք ինչ-որ ձև ֆոնը նաև գեղեցկացնել եւ տեսանք այսպիսի մի հետաքրքիր կոմպոզիցիա, երևի գիտեք, որ սա ճապոնական տես կոմպոզիցիա է, որի փիլիսոփայությունն այն է, որ եթե դու չես տեսնում չարը, չես խոսում չարի մասին եւ չես լսում չարը, ապա դու պաշտպանված ես չարից։ Մենք մտածեցինք, որ հավանաբար հայկական իրականությունը մի փոքր այլ է այդ փիլիսոփայությունից, որովհետեւ շատ երկար ժամանակ մենք անտեսում էինք չարը, փորձում էինք չտեսնել այն, չլսել այն, չխոսել դրա մասին, շատ դեպքերում շատերը չէին համարձակվում խոսել դրա մասին, շատ ժամանակ լռեցվում էր փորձը խոսել դրա մասին եւ դա մեզ չպաշտպանեց, տեսանք ինչ եղավ եւ մենք կարծում ենք, որ ժամանակակից հայկական իրականության մեջ պետքա վերաիմաստավորել այս փիլիսոփայությունը, գուցե այլ ինտերպրետացիաներ կան այդ փիլիսոփայություն, բայց ինձ ծանոթ ու իմ տեսածը դա է, բայց այս արտահայտումը, ինչպես տեսնում եք, ավելի ժամանակակից է եւ տարբերվող մի խոսքով իր օրիգինալից, ինչպես եւ այդ փիլիսոփայությանը մենք տարբեր ենք մոտենալու մեր թողարկումների ժամանակ։ Մենք ձեզ ողջունում ենք իմնեմնիմի նոր upgrade, ֆանտաստիկ upgrade եղած տաղավարից, երևի թե խորությունից, հեծանվի արկայությունից, լույսերից եւ մեր արկայությունից կարելի է ասել, որ սա իմնեմնիմին է, բայց սա իմնեմնիմին չէ։ Գիտեք, որ մենք դեռևս շարունակում ենք գտնվել սահմանափակումների ներքո։ Այո, բանն է, սանկցիաների տակ ենք, այո։ Սանկցիաների տակ ենք գտնվում, բայց տաղավարը ամեն դեպքում մենք ինչպես եւ որոշել էինք վերաիմաստավորել, վերադասավորել եւ հագեցրել ենք բոլոր հնարավոր այո տեխնիկայով, ամենը չէ սա դեռ, մենք դեռ ունենք բաներ, որ ճանապարհին են, լույս եւ այլ ինչ որ հավելումներ, բայց ինչի համար ենք անում այս թողարկում չէ։ Արա այս վիդեոն ինչ ենք նկարում այս վիդեոն։ Այո, ինչ ենք նկարում այս վիդեոն։ Մեծ ասեք բառով ասա։ Նախ ժողովուրդ ջան, մենք անում ենք այս վիդեոն այն պատճառով, որ ցույց տանք ձեր մեզ աջակցելու հետևանքները։ Ես Վազգենը տենց արագ ասեց, ես մի քիչ մանրամասնեմ, էլի։ Մենք ունենք լրիվ նոր ստուդիա, որտեղ տեղափոխել ենք մեր բոլոր հաղորդումները։ Ինչ եմ ասում բոլոր հաղորդումները, որտեղ հիմա նաև ձեր շնորհիվ ու մեծամասամբ ձեր շնորհիվ
մենք ունենք հազասել եկավ դուրին, այս մտնում եմ տաղավար։ Այս պետք չի կտրել կարամանա, մենք բան չենք, հաշվենք ուղիղ եթերում ենք։ Մենք ունենալու ենք նոր հաղորդումներ, մեր տաղավարը մեծացել է, մենք ունենք 50 քառակուսի մետրանոց տաղավար, որտեղ կա ամենավերջի, ամենալավ տեխնիկական ագեցվածությունը։ Պես տեսնում եք սիրելի հետևորդներ, մենք ձեզ ներկայանում ենք նոր եթերաշրջանում նոր իմնեմնի մի տաղավարով, ասենք, որ Նարեկը եւ Վազգենը հնարավորություն չունեն վարելու ոդքասթը, բայց ակտիվ մասնակցել են այս ամբողջ տաղավարի դասավորման, վերազինման, ամեն ինչի աշխատանքներին եւ մեծ սիրով կուզեին այստեղ լինեին, ընդ որում մեծ նախանձով են վերաբերվում այսօր մեզ երկուսից, որովհետեւ Մենք էլ իրանց։ Հա։ Մանավանդ Վազգենը ասում է շատ կուզեի այստեղ լինել եւ Վարեի Նարեկը նույնպես նոր տաղավարը հենց նրանց համար պետք է նախատեսված լիներ, ցավոք սրտի դեռ հնարավորություն չունեն վարելու։ Բայց նոր տաղավարը ոչ միայն նրանց մտքի ստեղծագործական ջանքերի արդյունքում է, այլ նաև այն հազարավոր հեռուստադիտողների, ովքեր իրենց հանգանակություններով այս ժամանակահատվածում օգնել են նախագծին։ Մեր նորությունների մասին Այո, մենք հիմա մենք արդեն, չգիտեմ նկատեցիք թե չէ, այլ լուսավորության ներքո ենք, այլ ավելի upgrade է արվել մեր լուսավորումը, հիմա ինչ որ ուրիշ ձևերով է լույսը, ընդեղից լույս ունենք, ստեղից լույս ունենք։ Մի խոսքով գրեք, թե արդյոք տեսնում եք տարբերություն կարտինկա կոչվածի հայտ նկարի կադրի մեջ, որովհետև այսօր այլ սեթափով է արված եւ տենց շատ Ես օրինակ տենում եմ շատ լավ է կադրում, անկեղծ տարբերությունն է բացահայտ երևում է։ Բարի երեկո, սիրելի համախոհներ։ Բարի երեկո, շատ սիրելի ընկերներ եւ մարդիկ, ովքեր որ մեր հետ այսօր այս պահին միացել են եւ դիմավորում են ամանորը։ Այս անգամ չսիրողներին չհիշատակեցիր, կարծում ես իրանք հիմա արդեն արձակուրդի մեջ են, հա։ Ես վստահ եմ, որ իրանք այսօր չեն նայելու մեզ, վստահ եմ, որ իրանք ավելի հետաքրքիր բաներ կնայեն մի քանի օր հետո արդեն իմաստ չունենա իրանք ողջունել ուղիղ եթերում։ Միջով այդ կշփ, եթե նկատեցիք, չգիտեմ, օբշի կադրում, հələ Ես սպասում եմ։ Նայեք, Նարեկ այսօր ժամը 7-ից sense աշխուժ ուրախ ասմալը նայեք, ինչ տաղավարի նոր տեսք ունենք, գնացել շկաֆերա ձեռք բերել, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնենք, միանգամից հայտնի Մեհերին Միրզախանյան, շատ մեր ջան ողջույն, մերսի շատ այս մեր տաղավարը հագեցնելու քո ներդրման համար եւ մենք դեռս ամենը չի ընթացքում ամեն ինչ ավելի հետաքրքիր է լինելու, բայց կարծում եմ, որ ընդհանուր տեսքը տաղավարի արդեն իսկ փոխվում է ու գնալով ավելի գեղեցիկ ու ավելի ընդգրկուն է լինելու եւ ավելի հնարավորություններ տվող։